Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի ակարժ զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը, այս մասին հայտնում է Indian Aerospace Defense News-ը։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը ակարժ զենիթահրթիռային հրթիռների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։ Նշվում էր, որ այս ամենը 2022 թվականին Հայաստանի հետ շուրջ $710 միլիոն արժողությամբ ակարժ տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում և ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Ակարժ համակարգի յուրաքանչյուր մարտկոց ներառում է 4 արձակիչ, 3 հրթիռ և 1 3D ռադար էլեկտրոնային սկանավորմամբ։ Նշվում է, որ այն բարձրացնում է Հայաստանի ՀՕՊ կարողությունները տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես կործանիչների ու ԱԹՍ-ների դեմ։ Ակարժը երկիր օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ, մինչև 25 կմ հեռավորության վրա։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Հայաստանն առաջին օտար երկիրն է, որը գնել է այս հրթիռային համակարգը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական գնումները սակայն չէր բացահայտել։ Ավելի վաղ հրետանային համակարգերի հնդկական առաջատար արտադրող ընկերությունը հաստատել էր, որ վերջերս ցուցադրված March 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Մարտ ամսին Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել տեղական, արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար Վայան լրատվամիջոցին։ Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել էր Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում փոխաջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վերաբերյալ, այդ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։ Հարցազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը խոսել էր նաև պաշտպանական հարաբերությունների մասին, նշել, թե ինչպես է Հայաստանը հիմնականում ավելացնում իր պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ։ Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա, բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և մասնավորապես Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ այնուամենայնիվ որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության և կայունության հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ Այսպիսով մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում, բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ, երրորդ կողմի դեմ, նշել էր Միրզոյանը։ Ուշագրավ է, որ ոմանք էլ ինչպես օրինակ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը կարծում են, որ Հայաստանը հնդկական և ֆրանսիական սպառազինություն գնելու փոխարեն ավելի լավ է մտածի հայրենական արտադրության մասին։ Հայաստանի գնումները նման են օձի, որի գլուխը պոկել են, և նա անիմաստ զիգզագներ է անում փորձելով ինչ-որ բան որսալ Ֆրանսիայում, ինչ-որ բան Հնդկաստանում։ Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է, Լատինական Ամերիկայում ուղղաթիռների վթարները և այլն հնդիկներն անվճար ազատվում էին դրանից, իսկ Հայաստանն առաջինն է գնել այն, հայտարարել էր Պուխովը։ Նա անիմաստ էր համարել հնդկական սպառազինության շուրջ աղմուկը,
Պուխովի խոսքով կան ավելի քիչ PR-ված, բայց արդյունավետ զենքեր, օրինակ սերբական արկերը կամ բուլղարական ՁՀ-ները։ Փորձագետը շեշտել էր, այս պահին Ռուսաստանը չի կարող Հայաստանին սպառազինության որոշ տեսակներ տալ, բայց կարող է եզակի ռազմական փորձ ապահովել։ Եթե Ադրբեջանը չլիներ Ուկրաինայի իրական դաշնակիցը, ապա Հայաստանը կարող էր զինվորականներ ուղարկել մարտական շփման գծի երկու կողմեր ռազմական փորձն ուսումնասիրելու համար։ Ոչ Հնդկաստանը, ոչ Ֆրանսիան չեն կարող տալ այդ փորձը, քանի որ նրանք այդ գործում նորեկներ են, ասել էր փորձագետը։ Փորձագետը Հայաստանին հորդորել էր ֆինանսները կենտրոնացնել մի քանի ռազմական նախագծերի իրականացման ուղղությամբ և ռեսուրսները չփոշիացնել։ Տեսակետները տարբեր են, բայց փաստ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այս մասին հայտնել է Indian Aerospace Defense News լրատվականը, հղում անելով երկրի ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն 2024-25 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության տեսակների գնումների ընդհանուր ծավալը հասել է $600 միլիոն։ Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Մատակարարումների ժամկետների մասին տվյալներ հիմնականում չեն նշվում։ Հնդկական լրատվամիջոցի հրապարակած տվյալները իրենց հերթին վերլուծության առիթ են դարձել հայաստանյան փորձագիտական շրջանակներում։ Փորձագետներն այս փաստը կարևորում են, բայց նաև ուշադրություն են հրավիրում հայ-հնդկական համատեղ արտադրություն հիմնելու անհրաժեշտության վրա։ Հայաստանը ոչ միայն պետք է ձգտի հնդկական զենքի գլխավոր սպառողը դառնալուն, այլ նաև պետք է մտածի համատեղ արտադրություն ունենալու մասին, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Մենք պետք է դիտարկենք, որ պետք է լինենք ոչ միայն ռազմական տեխնիկայի սպառողը, այլև դիտարկենք համատեղ արտադրությունը Հայաստանում։ Եթե մենք կարողանանք այս հարցը լուծել, Հնդկաստանի հետ հարաբերություններն ավելի կխորանան և մենք կլուծենք այն հարցը, որ Հայաստանում կա այլ պետության, այլ չափորոշիչներով զենք զինամթերք։ Հիմա մենք այն ներմուծում ենք և համադրության հարցում կարող ենք խնդիր ունենալ։ Индия отправила в Армению первую батарею зенитного ракетного комплекса «Акаш», который предназначен для уничтожения аэродинамических целей на дальности до 30 километров. Об этом стало известно благодаря сообщению от Bharat Electronics, которое производит этот ЗРК, и заявлению министра обороны страны Раджната Сингха. Официально получатель не объявлен, но учитывая то, что Армения стала первым и пока единственным известным экспортным заказчиком «Акаш», других вариантов нет. Соглашение о поставках ЗРК «Акаш» было подписано в конце 2022 года и предусматривает поставку 15 батарей. Стоимость сделки составила $720 миллионов, то есть по $48 миллионов за один комплекс. А от контрактования до получения первого ЗРК фактически прошло 2 года. В целом, одна батарея «Акаш» состоит из 4 пусковых, каждая из которых имеет 3 ракеты. Одной РЛС «Раджендра» с пассивной фазированной антенной решеткой, командного пункта и машин обеспечения. Комплекс может быть установлен на шасси Т-72, БМП-2, на колесной грузовой платформе, которую, очевидно, и выбрала Армения. РЛС «Раджендра» имеет инструментальную дальность до 80 км и работает в диапазоне GH. Она обеспечивает не только обнаружение целей, но и наведение зенитной ракеты. Для этого на первом участке траектории используется радиокомандная система управления, а при приближении к цели – полуактивная радиолокационная за счет головки самонаведения в самой зенитной ракете. Количество целей, которые возможно одновременно обстреливать – 4. Зенитная ракета очень сильно похожа на советскую 3М9 от комплекса КУП, с использованием разгонного твердотопливного двигателя и ракетно-прямоточного двигателя на твердом топливе. Масса боевой части ракеты – 55 килограммов. И в целом характеристики индийской зенитной ракеты аналогичны 3М9.
Сейчас в Индии идет испытание новой ракеты Akash-NG, которую начали разрабатывать в 2016 году. Она имеет уже двухимпульсный твердотопливный двигатель, обновленную активную радиолокационную РЛС и расширенную зону действия до 50, 60 или 70, 80 км по разным источникам. В то же время Армения в 2022 году могла в лучшем случае заказать только ракеты Akash-1 с дальностью 25 и модернизированные Akash-1S с дальностью 30 км.